Մեծ Թումանյանն է զրուցում մեզ հետ, Մեծ Թումանյանն է զրուցում մեզ հետ, մի ողջ լորի է Թումանյանը մեծ, մի մեծ աշխարհ է հայոց։ Հայոց ես հարգարժան տնօրենություն, սիրելի աշակերտներ, սիրելի ուսուցիչներ։ Այսօր մեզ համար սովորական վայր չէ։ Այսօր մեր դասասենյակը վերածվելու է կախարդական կայարանի։ Մենք ճանապարհորդելու ենք մի հետաքրքիր հեքիաթների աշխարհ, որտեղ բարին հաղթում է չարին ու երբեմն էլ կետանները կարող են խոսել։ Մենք հայտնվելու ենք ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կենսագրական պատմությանն ենք ծանոթանալու եւ հայտնվելու ենք նրա փոքրիկ տանը։ Մենք եղել ենք նրա տուն-թանգարանում, այնց ենք ունեցել եւ հիշում ենք որոշակի փաստեր նրա կյանքի ու կենսագրության մասին։ Եկեք մինչև նրա հեքիաթները վերհիշելը, լսենք ուղերձը Թումանյանի, որը նվիրված է ձեզ սիրելի փոքրիկներ։ Լավ։ Ողջույն իմ անուշ բարեկներ, իմ սիրտը լցվում է անսահման ուրախությամբ եւ տեսնում եմ, որ դուք կարդում ու սիրում եք իմ հեքիաթները, բայց հիշեք իմ փոքրիկներ, դրանք պարզապես հետաքրքիր պատմություններ չեն։ Ամեն հեքիաթի մեջ ես թաքցրել եմ կյանքի մի կարևոր դաս, լինել ազնիվ, աշխատասեր ու խելացի։ Սովորեք իմ հերոսներից, որպեսզի կյանքում միշտ հաղթող լինեք։ Դե իսկ հիմա պատրաստ եք, եկեք նստենք մեր կախարդական գնացքը եւ միասին ճամփորդենք դեպի իմ հեքիաթների զարմանալի աշխարհ։ Գնացինք։ Մեր նպատակն է սիրելի երեխաներ, ոչ միայն վերհիշել Հովհաննես Թումանյանին, նրա անցած կյանքը, ստեղծագործական ամբողջ ընթացքը, այլ նաեւ վերապրել այն հեքիաթները ու տեսնել ինչ խրատական մաս է ապահովում այդ հեքիաթը մեզ համար, լինել ազնիվ, խելացի, աշխատասեր ու անպարտելի։ Մինչև ճանապարհորդությունը սկսելը ես կուզենամ, որ մենք Թումանյանի մի գեղեցիկ բանաստեղծության ողջունենք մեր հյուրերին ու սկսենք մեր դասը։ Լավ, պատրաստ եք։ Սկսենք։ Hey mama, hey mama, միտը դեկար կյանքըտված, քանի սաղսան կեսպես, կեսնից առաջ քո առած, ինչ էր արել նրան գարտից, թե ինչ ավեց ու կեսել, խաղա հասիր, ուրա հասիր, երբողովա էշամել, ապրեք դուք, շատ ապրեք։ Անցնենք առաջ և սկսենք ճանապարհորդել մեր գեղեցիկ, տեսնում ենք այնտեղ մի փոքրիկ տնակ, որը մեզ շատ բան է հուշում Թումանյանի մասին։ Սա սովորական տուն չէ, այնտեղ շատ մեծ պատմություն է թաքնված ու հենց առաջին պատուհանի վրա, որ սեղմում եք, տեսնում եք ինչը, Արամ ջան, ասա։ Նորվա, Թսեղ գյուղը, այո, որտեղ գտնվում է ինչը, Թումանյանի, ասում ենք Թումանյանի թանգարան, որտեղ նա ծնվել, ապրել ու ստեղծագործական մի ամբողջ կյանք է ունեցել։ Հաջորդ պատուհանի վրա սեղմենք, տեսնենք այս պատուհանում ինչ է թաքնված, ինչ նկար է, Ալեն ջան, կասես, ովքեր են։ Հովհաննես Թումանյանի ծնողները։ Ասես անունները ծնողների։ Տեր-Թադևոսը և Տիկին ապրեց, մի րոպե, Տեր-Թադևոսը և Տիկին Սոնան։ Նրա ծնողները շատ հյուրընկալ են եղել, նրանց դուրը միշտ բաց է եղել հյուրերի առաջ և այս ամենը իրենցից ժառանգել է Թումանյանը։ Նա էլ է հյուրընկալ ու շատ բարի անձնավորություն։ Անցնենք հաջորդ պատուհանին, տեսնենք այս պատուհանում ինչ կտեսնենք։ Ով կասի, հələ տեսնեմ, որ, ասա, ինչ եք տեսնում։ Նրա 10 զավակները։ Ահա, այսինքն Թումանյանը ունեցել էր 10 զավակ։ Նա շատ էր սիրում երեխաներին, հայ բոլոր երեխաներին սիրում էր ու իրենց համար, ընդհանրապես իր երեխաների համար, միշտ խաղեր էր հորինում, որ ուրախ անցնի իրենց օրը։ Եվ վերջին մեր պատուհանը, որտեղ ունենք նորից մի թաքնված նկար։ Ով կասի, ինչ է գրված նկարի վերևում։ Տեսնեմ այն մարդկանց ակտիվ։ Նանեկ, տեսնեմ ինչ է գրված այստեղ։ Ամենայն։ Բանաստեղծ, ահա, այստեղ տեսնում ենք Թումանյանին նկարված է որդերի հետ։ Իրեն անվանում էին ամենայն հայոց բանաստեղծ, գիտեք ինչու, ով գիտի, ինչու են անվանում ամենայն հայոց բանաստեղծ արևի։ Որովհետև նա հայր էր տալու բոլոր հայ երեխաների
օգնում է նրանց, շատ ճիշտ է, դժվար պահել, նա շատ էր սիրում երեխաներին։ Լավ, մենք տնակ ուսումնասիրեցինք իր հետաքրքիր պատուհաններով։ Հիմա ուզում եմ, որ մեր գնացքը շարժվի։ Լսենք մեր գնացքի ձայնը ու հայտնվենք մի հեքիաթային աշխարհում։ Այո, ինքը հավատում էր իր ուժին, իր մեջ էր իր ուժը, ինքը այդպես առաջ էր գնում։ Շատ ճիշտ է։ Ահա, երեխաներ, սա իրական կյանքի հետ ունենք համեմատական։ Մենք էլ պետք է լինենք անհաղթ ու անվարտելի։ Տեսնում ենք տխուր երեխային ու ուրախ երեխային, հաղթած երեխային։ Մի դեպք ասեմ, պատկերացրեք առաջին հասարանը, որ տարերը գրում էին ու ծուռ էր ստացվում։ Տխուր երեխան ինչպես կվարվի եւ առաջին տխուրը լաց կլինի կհիասթափվի, անհաղթ երեխան չեք ապրի, վչնջի, ապրես, որ իր մոտ նորից ստացվի։ Պատկերացրեք, վազքի մրցույթ է փակում ու դուք վերջինն եք տեղ ասել, տխուր երեխան ինչ կան, իսկ ուրախ երեխան անհաղթ, Ալեքս, ապրես, երոջը կշնորհավորի, ապրես, այ դա անհաղթ երեխային է կլինի, շատ ճիշտ է։ Ձեր կարծիքով ինչ խոսք ուներ աղջորը, որ իրեն միշտ անում էր դեպի հաղթանակ։ Ինչ խոսք ուներ։ Ահա, Մանյանն է զրուցում մեզ հետ, մի ողջ լորի է Թումանյանը մեր։ Անուշի երկնենք ակամալսում։ Ես ուզում եմ, որ սրանք պարդատիչ պարտակ բոլորը դու միասին մենք շատ ավելի շատ հեքիաթներ ուսումնասիրենք ու ամենակարևորը յուրաքանչյուր հեքիաթում գտնենք խորը խրատական մասերը, որ կարողանանք կյանքում մենք ճիշտ շարժվել առաջ։ Եվ այստեղ ես ձեզ համար պատրաստել եմ ուղևերի կտրոն, սա ուղևորի կտրոններն է, գնացքով նստել ենք։ Այստեղ ունենք մենք ճամփորդությունը պիտի նշել։ Սա ձեր ինքնագնահատումն է, հա, դասյարությունն է գնահատում։ Հիանալի է ձեզ համար դասը։ Լավ է թե դժվար։ Ունեք երեք այստեղ շփիկներ, որը կցանկանաք, դա էլ կգունավորեք։ Լավ, ես սա ձեզ կբաժանեմ, իսկ դու կմոտենաք կամ ես ձեզ կմոտենամ եւ ձեր քրկերը ձեզ կբաժանեմ։